Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Սպանություններ, կրակոցներ և առեղծվածային մահեր, ինչով են պայմանավորված վերջին օրերի աղմկահարույց դեպքերը։ Ջրի որակի վերաբերյալ դժգոհությունները շարունակվում են, ինչ իրավունքներ ունեն քաղաքացիները, եթե ջուրը չի համապատասխանում սահմանված չափանիշներին։ Իսրայելը հերթական կոշտ հայտարարությունն է արել Իրանի հասցեին, ինչ զարգացումներ են սպասվում տարածաշրջանում։ Մեկ ամիս տևած ֆուտբոլային պայքարն ավարտվել է, որ թիմն է բարձրացրել աշխարհի ամենասպասված գավաթը։ Հայաստանում մեկ օրում 2 մարդ է ջրահեղձ եղել։ Առաջին ողբերգությունը տեղի է ունեցել Լոռու մարզում։ Շիրակամուտ բնակավայրի հարակից գետալճակում փրկարարները հայտնաբերել են 43-ամյա տղամարդու մարմին։ Նախնական տվյալներով նա ընկել է ջուրը և չի կարողացել դուրս գալ։ Դեպքի հանգամանքները պարզելու համար քրեական վարույթ է նախաձեռնվել։ Իսկ Վայոց ձորում Գողթանիկի ջրվեժից փրկարարները դուրս են բերել 21-ամյա երիտասարդի մարմին։ Տղան լողալու նպատակով է մտել ջուրը և ջրահեղձ եղել։ Իսկ շաբաթ Մուրացան փողոցում սպանության գործով արդեն 1 անձ ձերբակալվել է։ Քրեական վարույթը հարուցվել է սպանության փորձի և հրազենի ապօրինի շրջանառության հոդվածներով։ Ծեծկրտուկներ, կրակոցներ, սպանություններ, առեղծվածային մահեր, վերջին օրերին քրեական դեպքերի մասին հաղորդագրությունները հաջորդում են մեկը մյուսին։ Աղմկահարույց դեպքերն ու դրանց մանրամասները Անի Աբաղյանի ռեպորտաժում։ Արաբկիրի Վաղարշյան փողոցում են միմյանց կրակում, մեկ այլ քաղաքացի էլ կրակողին վրա երթի է ենթարկում։ Առեղծվածային ու ողբերգական մեկ այլ դեպք էլ նոր-նորքում է եղել։ Շամշյանի փոխանցմամբ հյուրանոցային համալիրում տղամարդու դի են գտել, ձեռքերը, ոտքերը և բերանը կպչուն ժապավենով կապված։ Այս շաբաթ նորությունների ժապավենը գրեթե նույն բովանդակությամբ էր՝ սպանություն, ծեծկրտուկ, մահ։ Հասցեները, մարդիկ, շարժառիթները տարբեր էին, բովանդակությունը նույնը։ Իրավապահ համակարգը զբաղված է այլ խնդիրներ լուծելով և հետաբար նույն բակային մակարդակում կարող է ամեն ինչ տեղի ունենալ։ Մի քանի օրում արձանագրված մի շարք հանցագործությունները, մահերի, սպանությունների մասին լուրերը հանցավորության կտրուկ աճի մասին չեն միայն։ Յուրաքանչյուր նման դեպք մեծացնում է հասարակության անապահովության զգացողությունը, հատկապես երբ ողբերգական լուրերը հաջորդում են մեկը մյուսին, նշում է վարքային հոգեբանը։ Հասարակությունը հայտնվում է տագնապների և իշխանության համար կառավարելի վիճակում, հավելում է փաստաբանը։ Կառավարելի քաոսը շատ լավ գործիք է միշտ իշխանությունների ձեռքին, երկիրը իրենց ցանկացած ուղով տանելու։ Կառավարելի քաոսի տարեր 20 թվականից ի վեր Հայաստանում մենք ականատես ենք լինում, բայց այստեղ նաև երբեմն թերացման պատճառ է, ճիշտ է, մթնոլորտը ձեռնտու է, վախի մթնոլորտ է, լարվածության մթնոլորտ է, բայց ոչ միշտ, որովհետև երբեմն սա կարող է սահմաններից դուրս գալ։ Կարծում եմ շատ ավելի դեպքերում սա թերացման հետևանք է և ոչ պրոֆեսիոնալիզմի հետևանք է։ Դավիթ Հայրապետյանի խոսքով երկրի ներքին անվտանգության անկայուն վիճակը նպատակաուղղված որոշակի գործունեություն է, որպեսզի մարդիկ լինեն լարված, մտազբաղ, անհանդուրժող։ Ելնելով անվտանգային հարցերից, ներքին անվտանգային հարցերից, այո, եղել են և իմ որոշումը ես երկար ժամանակ փորձել եմ ինչ-որ բաներ փոխել, ինչ-որ բաներ բացատրել, ցույց տալ, համոզել, հասկանալով, որ չի ստացվում, որոշել եմ պարզապես գնալ ինչ-որ ժամանակով, մինչև հասկանալ ինչ կարող է լինել։ Ես չեմ գտնում, որ դա ճիշտ որոշում է, դա ճիշտ ռազմավարություն է, բայց դա այդպես է։ Ողբերգական դեպքերի մասին չդադարող լուրերը, ներքին անկայունությունը քաղաքացուն զրկում է անգամ իր կյանքը ինչ-որ չափով պլանավորելու հնարավորությունից։ Առաջ ես կարող եմ կյանքը պլանավորել առաջիկա 5 տարիների համար, ու ինչ ճանաչողամարտիկ գիտեն, որ ասենք, չգիտեմ, առաջիկա մի տարում պլանավորումը առնվազն կա։ Հիմա ես մեկ ամսից այն կողմ չեմ կարողանում գնալ։
Եվ հենց դա է պատճառը, որ երկարատև պլանավորման հնարավորության բացակայությունը բերում է նաև հոգեկան անկայունության։ Դու չես կարողանում ձեր ոտքի տակ հող գտնել։ Իրավապահ համակարգն ունի հստակ գործիքակազմ հանցագործությունների դեմ, ունի գործիքակազմ անկայուն վիճակը նվազեցնելու, բայց չի գործածում, նշում է փաստաբանը։ Մեծ թերացում ունի իրավապահ համակարգը, որովհետև շատ հարցերով, շատ դեպքերով իրավապահ համակարգը կարող է կանխարգելիչ քայլեր ձեռնարկել, որը տեղի չի ունենում։ Մի քանի ամիս առաջ, երբ որ Բաքվում հիշում եք այդ հայտնի դեպքը կրակոցներ երկկողմանի եւ զոհեր դեպքեր, որ կարող չափազանց շատ ավելի բացասական հետևանքներ լինել, որովհետեւ այդ կույր գնդակը չգիտենք ուր կարող էր հայտնվել եւ կարող էին խաղաղ բնակիչներ իրենց բնակարանում նույնիսկ վիրավորվեին, այդ դեպքով օրինակ իրավապահ համակարգը մեծ թերացում ուներ, որովհետև դրանից մի քանի օր առաջ այդ նույն խմբերը իրար հետ բախում էին ունեցել եւ եթե օպերբլոկը իր տեղում լիներ, ապա կանխարգելիչ քայլեր պետք է աներ եւ վստահ եմ այդ դեպքը երկրորդ դեպքը չէր լինի։ Երբ սպանությունների, ծեծկռտուքների եւ մահերի մասին լուրերը հաջորդում են մեկը մյուսին, հասարակության անվտանգության զգացողությունը խաթարվում է։ Այդ զգացողության հետևանքները տարբեր են, ինչպես հանցագործության պատճառները։ Բայց զսպողը մեկն է՝ պետությունը, որը ըստ զրուցակիցներիս դիտմամբ ամենաթողությամբ է զբաղվում։ Անի Աբաղյան, Մեհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Երևանի քաղաքապետարանը շարունակում է խստացնել վերահսկողությունը շինարարական աշխատանքների նկատմամբ։ Գործակարգավարական նիստի ժամանակ Տիգրան Ավինյանը պահանջել է, որ փոշեկլանիչ ցանցերի օգտագործումը դառնա պարտադիր բոլոր շինհրապարակներում։ Տեսակ աշխատանքները, բացի նրանից, որ պետք է իրականացվեն պատշաճ ժամանակին, նաև պետք է իրականացվեն բոլոր շինարարական կանոնների պահպանմամբ, այն կանոնների, որոնք որ սահմանել է Երևան քաղաքի ավականին եւ այստեղ եւս մի խնդիր արձանագրեմ, արդեն Շենգավիթ վարչական շրջանում Գարեգին Նժդեի պողոտայում սենց էլի բաց ավազը դրած է մայթերի կողքը եւ դա անընդունելի է, պարոն Մխիթարյան, հենց այսօր խնդրում եմ համապատասխան գործողությունները կազմակերպել։ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն էլ անդրադարձել է Բյուրեղավանում զանգվածային թունավորման դեպքին։ Հովհաննիսյանի խոսքով, եթե ջուրը չի համապատասխանում սահմանված չափանիշներին, քաղաքացիները կարող են իրենց իրավունքները պաշտպանել նաև դատական կարգով։ Նա նշել է, որ որոշ ուսումնասիրությունների ընթացքում արձանագրվել են ջրի որակի վերաբերյալ խնդիրներ։ Վիոլա ջուրը ասում է, գիտեք ինչ կա, մենք կորուստները տիեզերական ջանքեր ենք գործադրել, կրճատել ենք, բայց աղբյուրներում ջրառի ժամանակ խնդիր ունենք, որտեղ աղբյուրներում ջուրը պակասել է։ Հիմա աղբյուրներում ջրառի ժամանակ կան չափիչներ տեղադրված, հարց են բարձրացնում, տեսչական մարմին եւ այլ վերաբերելի մարմիններ ստուգել եք, գուցե Վիոլա ջուրը այլ բան է ասում, գուցե ջուրը չի քչացել։ Գուցե չափիչները պատշաճ չեն աշխատում ու ֆիքս են իրականում ինչ ջուր է ստացվում Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար։ Եվ մի բան էլ, ջրամատակարարման գրաֆիկը, որը իբր նախընտրական շրջանում խոստացան լավարկել, ձևական մի քանի կոսմետիկ փոփոխություններով իբր լավարկեցին, բայց շարունակ կերպով Հայաստանի քաղաքացին ավելի քիչ ջուր է ստանում, հատկապես ամառային ժամանակահատվածում։ Հիմա մի հարց էլ բարձրացնեմ, օդում կախեմ, ստուգեք, հա։ Եթե Վիոլա ջրի վրա թանկ է նստում մեխանիկական ջրամատակարարում, այսինքն արտեզյան ջուր են տալիս, բայց ուղղակի թանկ է նստում, բայց ջուրը կա, բայց ինչի՞ է ջրամատակարարման գրաֆիկը կրճատում։ Ի՞նչն է պատճառը։ Թունավորման դեպքեր են գրանցվել նաև Հայաստանում Ֆրանսիայի ազգային տոնին նվիրված պաշտոնական ընդունելությունից հետո։ Միջոցառումից ժամեր անց հյուրերից մի քանիսը վատ ինքնազգացողությամբ դիմել են բուժօգնության։ Միքայելյան համալսարանական հիվանդանոցից մեզ հայտնել են, որ 5 մարդու մոտ ախտորոշվել է սալմոնելոզ։ Ֆրանսիայի դեսպանությունը հաստատել է դեպքը, ներողություն խնդրել հյուրերից եւ հայտնել, որ պատճառները պարզելու նպատակով դիմել է առողջապահության նախարարություն։
Մերձավոր արևելքում վիճակը շարունակում է մնալ լարված։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանի ցանկացած հարձակման դեպքում իր երկիրը կպատասխանի ամբողջ ուժով։ Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Իսրայելն ու Հորդանանը որսացել են Իրանից արձակված հրթիռը, որն ուղղված էր Հորդանանի Աքաբա քաղաքին։ Իսրայելի պաշտպանության նախարարը նաև նշել է, որ անհրաժեշտության դեպքում իր երկիրը պատրաստ է ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական գործողությունների։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Հերթական սրացումը ԱՄՆ-Իրան հարաբերություններում, նոր թանկացումներ նավթի շուկայում, պայթյուններ առևտրային պահեսներում, աշխարհի տարբեր անկյուններում շարունակվում են բախումներն ու ճգնաժամերը։ Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ ստորագրած Իսլամաբադի հուշագիրը գոյություն չունի եւ կասեցնում են այդ փաստաթղթով ամրագրված պարտավորությունները։ Նրա խոսքով Վաշինգտոնի գործողությունները թույլ չեն տալիս կյանքի կոչել հուշագրի դրույթները։ Իրանի գերագույն առաջնորդը դիմել է ժողովրդին, նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն խախտելով ձեռք բերված պայմանավորվածությունները ապացուցում է իր խոստումներին հնարավոր չէ վստահել։ Մոջթաբա Խամենեին նշել է, որ արժեք չունի Թրամփի որևէ փաստաթղթի կամ համաձայնագրի տակ դրած ստորագրությունը։ Մենք եւ մեր դաշնակիցները կարևոր դաս ենք տվել Վաշինգտոնին ու զգուշացրել, եթե չդադարեցնի Իրանի դեմ հարձակումները, Թեհրանը կանցնի հարձակողական գործողությունների, հայտարարել է Խամենեին։ Գերագույն հոգևոր առաջնորդն ընդգծել է նաև, որ Իրանը չի ընդունելու արտաքին ուժերից թելադրվող պայմաններն ու շարունակելու է առաջնորդվել սեփական շահերով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ իրեն բացարձակապես չի մտահոգում Իրանի որոշումը ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու վերաբերյալ։ Մերձավոր արևելքում ԱՄՆ-ի եւ Իրանի միջև լարվածության սրման ֆոնին համաշխարհային նավթի գինը կտրուկ աճել է։ Brent նավի նոյեմբերյան ֆյուչերսներն աճել են 3.05%-ով, հասնելով 1 բարելի դիմաց $90.79։ Սա Brent-ի ամենաբարձր գինն է հունիսի 11-ից ի վեր։ Անցյալ շաբաթ Brent նավթի գինը բարձրացել է 15.9%-ով։ Գների բարձրացման հիմնական պատճառը ԱՄՆ-ի եւ Իրանի միջև լարվածության սրումն է։ Նաեւ Հորմուզի նեղուցով նավթի փոխադրման վտանգների աճը։ Վերջին օրերին ԱՄՆ-ն հայտարարել է իրանական նավահանգիստների ծովային շրջափակման մասին, իսկ Իրանը հարվածել է նավերին, որոնք իր պնդմամբ խախտել են նեղուցում նավարկության կանոնները։ Ուկրաինական անօդաչուները Ռուսաստանում Վայլդբերիզի 2 պահեստի են հարվածել, ինչի պատճառով մահացել է առնվազն 7, վնասվածքներ ստացել մոտ 50 մարդ։ Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ ընկերության լոգիստիկ կենտրոնները ծառայել են ռազմական նպատակների համար, մասնավորապես դրանցում պահվել են անօդաչուների պահեստամասեր։ Սա պատասխան է Ռուսաստանին մեր երկրի քաղաքացիական ենթակառուցվածքները մեր մարզերն ու մարդկանց թիրախ դարձնելու համար, ասել է Զելենսկին։ Եվրոպայի խորհուրդը եւ Լոզանի համալսարանը հրապարակել են Եվրոպայի բանտերը եւ ազատազրկվածները 2025 թվականի զեկույցը, ըստ որի Թուրքիան Եվրոպայում առաջին տեղն է զբաղեցնում ազատազրկվածների թվով բանտերի գերբեռնվածությամբ։ 2025 թվականի հունվարի 31-ի դրությամբ Թուրքիայի բանտերում պահվել է 392,456 կալանավոր, այսինքն ամեն 100,000 բնակչի հաշվով այդ երկրում կա 458 բանտարկյալ։ Այս ցուցանիշով Թուրքիային հաջորդում է Ադրբեջանը, մինչդեռ Եվրոպայում միջին ցուցանիշ է համարվում 127 բանտարկյալը յուրաքանչյուր 100,000 բնակչի հաշվով։ Արգենտինացիները զայրույթով են արձագանքել իրենց հավաքականի աշխարհի առաջնության եզրափակչում պարտությանը։ Բուենոս Այրեսում անկարգություններ են տեղի ունեցել։ Ոստիկանությունը քաղաքի կենտրոնում կիրառել է ռետինապամփուշտներ եւ արցունքաբեր գազ։ Կարրի Մութաֆյան, Նոնա Գևորքյան, ABC Media։ Սպորտից մեկ ամսից ավելի տևած ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչում Իսպանիայի հավաքականը հաղթել է Արգենտինային եւ դարձել աշխարհի չեմպիոն։ Եվ վերջում եղանակի մասին։ Այսօր տեղումներ չեն լինի։ Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի 34-ից 36, իսկ երեկոյան 27-ից 29 աստիճան տաքություն։ Այս ժամի համար առանձնացրել ենք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք ABC լուրերի գլխավոր թողարկումը ժամը 18-ին է, տաղավարում կաշխատեմ ես։ Կհանդիպենք։